Բաստուր մաչոներ ջան, այսօր միասին պատրաստելու ենք ամանորյա խոզի բուդը։ Հետևորդները ինձ անդադ գրում էին, որ խոզի բուդ էլ պատրաստենք միասին։ Հիմա մենք ունենք այստեղ շատ լավ խոզի բուդ։ Մենք միտումնավոր վերցրել ենք հենց կաշվով, որ այդ ամեն ինչը մենք process-ը ցույց տանք, թե չէ կարող ենք լրիվ մաքրած ոսկորահան բուդ անենք, բայց մենք վերցրեցինք դժվար տարբերակը, որ ավելի հեշտ ցույց տանք ոնց են պատրաստում դժվարը։ Հեշտացնենք ավելի։ Հիմա մենք կաշին կհանենք ու մնացած յուղերը ավելնորդ։ Բուդը մենք մաքրեցինք կաշվից, ընկերներ ջան, հիմա մենք կպատրաստենք աղաջուրը։ Մենք այստեղ ունենք 9 լիտր ջուր, 1 լիտրը ավելացնում ենք, ընդհանուր ունենք արդեն 10 լիտր ջուր։ Բռնում ենք մենք հիմնական աղաջուրը բդի համար, որը որ մաքրեցինք կաշվից, յուղերից, մեզ անհրաժեշտ է 10 լիտր ջուր, մենք այստեղ ունենք կիտրոն, ունենք նարինջ, 1 հատ ունենք մանդարին, 100 գրամ ունենք սխտոր, 1 կիլոգրամ ունենք աղ, դափնու տերև ունենք, սև բիբար, 1 էլ բահար։ Այս ամեն ինչը մենք կտրատում ենք եւ լցնում ենք աղաջրի մեջ։ Հիմա կտրում ենք կիտրոնը, կարող եք ավելի մանր կտրատել, ավելի հաստ կտրատել, այդքան էական չի ինքը։ Մանդարինն ենք կտրատում, նարինջը, մենք լցնում ենք աղը սկզբից ջրի մեջ։ Նարինջը, սև բիբարը, բահարը, դափնու տերևները։ Հիմա սխտորը ճզմում ենք, ընկերներ ջան, մանրացնում ենք, որ լցնենք ջրի մեջ։ Սխտորը կարայև այտենց պճեղներով էլ ընկնի, նորմալ է։ Ես միտումնավոր չեմ մանրացրել, որտեղ նենց էլ է պետք ընկնի ինքը։ Ընդհանուր ջրի մեջ մեծ հատիկներ էլ կարան լինեն, նորմալ է։ Հիմա խառնում ենք, լավ ընկերներ ջան, համեմունքները, շատ կարևոր է։